Եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարն է։ Իմ զրուցակիցն է արժանապատիվ Տեր Տաճատ Ավագ Քահանա Դավիթյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է պահք կամ պահեցողություն։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի արայ։ Տեր հայր, պահքը կամ պահեցողությունը եկեղեցու հայրերը համարում են հոգևոր գարուն, հոգևոր գարնան մի ժամանակաշրջան։ Սովորաբար մարդ ուրախանում է, լավ տրամադրության մեջ է լինում առանց սեղանի շուրջ։ Իսկ պահքի ժամանակ ընդհակառակը մարդը ինքը իրեն զրկանք է պատճառում, հրաժարվում է ինչ-ինչ ուտելիքներից։ Ուրեմն ինչու է պահոց շրջանը կոչվում հոգևոր գարուն։ Անիկա շատ բարձ է, ինչպես որ սիր, բայցողության ադեն մենք ավելի ուշադրություն ենք դարձնում մեր ներքին հոգևոր կյանքին եւ այդպես մեր արտաքին ֆիզիկական մարմնավոր կյանքը պետք է երկրորդ տեղը առնի։ Անշուշտ պատճառը հենց այն է, որտեղ հոգին է, որ կյանք կտա մեզի։ Աստվածաշունչ մատյանին մեջ կգարտանք, թե Աստված շնչեց մարդուն մեջ եւ կյանք ունեցավ։ Ուրեմն մենք բայցողության ադեն, այսպես վերածնության ադեն մնե, ինչպես որ Կարունը, այսինքն Կարունան ընթացքին կյանքը նորեն գծլի, կյանքը նորեն կսկսի, եւ ծմերից հետո ուրեմն այդ ցույների դագից արդեն զինծաղիկը կսկսի դուրս գալ։ Նույնպես բայցողության ադեն մարդ իր ուշադրությունը կդարձնե նրան, որ հիմնական է եւ կենտրոնական է իր կյանքի մեջ, եւ այսպես իր կյանքը կվերանորոգվի, իր կյանքը գաջի եւ գաջի թեպի այն, որն համար ստեղծված ենք, այսինքն գաջինք թեպի Աստծո նմանության, եւ ուրեմն Քարնան շրջանը ինչպես վերածնության, աճման շրջման մնե, նույնպես բայցողությունը վերասկսման, վերածնության եւ աճման շրջման մնե։ Պահքի էությունը ո՞րն է եւ առհասարակ ինչ է մեզ տալիս պահքը, ինչի համար ենք պահք պահում։ Ասեմ, պահքը մենք կբահենք, որբեսի մենք ուշադրություն դարձնենք, ինչպես էսի, այն ինչ որ հիմնական է մեր կյանքին մեջը։ Դժբախտաբար մարդիկ լինելով ստեղծված հողից, լինելով մարմնավոր, ունենալով ցանկություններ, գիրկեր, երբեմն ինչպես որ գարձեմ իմաստության Սողոմոնի քիրքին մեջն է, մարդիկ գուզեն ուդել, խմել եւ ուրախ լինել եւ միայն ասուր վրա մնալ, այսինքն իրենց ներքին հոգևոր կյանքը անդեսել, բայց անիկա վերջո երջանկություն չի բերել մեզի։ Ուրեմն բայցողությունը այն ադենն է, երբ որ մենք մեզ կմարզենք։ Գիտեք, ամեն անգամ որ նոր զինվորության մեջ կմտնե, պետք է մարզության շրջան անցնի եւ հաջող այդ մարզությունը կվերանորոգվի իր զինվոր եղած ադենին։ Նույնպես քրիստոնյան պետք է նկատե, որ բակը այսպես մարզություն մնե։ Կոնկրետ ո՞րն է մարզանքի էությունը, ինչի մեջ է որ մարզվում է քրիստոնյան պահքը։ Անիկա շատ բարձ է, մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանին մեջ կնկարագրե, թե ինչ է գրոնքին 3 հիմնական սյուները։ Առաջինը ողորմություն, երկրորդը աղոտ, երրորդը բայցողություն։ Եվ ինչու համար այս երրորդությունը, որտեղ մարդ բայցողություն չի կրնարնել առանց զրկանք անելով, բայց այդ զրկվածից ինչ պիտի անի, ողորմություն պիտի անի, այսինքն բակը պետք է լա շրջանը, որ մենք կբաժնենք մեր ունեցածը չունեցածներին հետ։ Իսկ եթե մարդը ունևոր է Տեր հայր եւ կարող է առանց ինքն իրեն զրկանք պատճառելու էլ որոշակի բաժին անել իր ունեցվածքից, ասենք ուրիշներին, կարոտյալներին, այդ դեպքում պարտադիր է այդ մարդու համար պահեցողություն։ Հիմա ուրիշ կետ մգա հոստեղ։ Ամեն մարդ պետք է ըսկա կարոտյալին, չունեցողին ցավնալ։ Այսինքն պետք է քայլե նրա քայլերին մեջը,
որ իր մե ավելի չկավոր է, իր մե ավելի աղկադ է, և լավ է, որ մարդ բահեցողություն անի, որբեսի գիտնա թե զրկանքը ինչ է, և իրականին մեջը, եթե ովևէ մեկը պիտի հառաջանա կյանքին մեջը, պետք է գիտնա զրկանք ընել, ուսանողը զրկանք պետք է ընե, իր թասերը սորվելուն մեջ, մայրը ու հայրը զրկանք պետք է ընե իրենց ծնողական թերերի մեջը, ուրեմն ինչ որ մենք իրապես կցանկանք, պատրաստ պետք է լինենք զրկանք ընել, և բահեցողությունը հենց այդ զրկանքի շրջանն է, որ ինչպես էսի մենք ժամանակ գտանք աղոտքի, մեր այդպես գաչակցի, մեր ողորմության, և նաև ուրիշ գետ մնալ գա, պետք է ասենք, թե բահեցողությունը միայն ուտեստի հետ չէ, բահեցողությունը նաև արդարություն է, հարուստը միայն իր ավելցածին չէ, որ պիտի տա, հարուստը պիտի տա, ինչ որ ինքը ունի, այսինքն պիտի տնե իսպաս աղկադին, անչուշտ ասեկա բավական դժվար է, և մեր դերը բազում առակներ ունի, բազում խոսքեր ունի ասոր մասին, հարուստների մասին, ուրեմն բահեցողությունը հենց այն ժամանակն է, որ մենք մեզ գաղկադացնենք, երանի հոգվով աղկադներ, որտեղ նրանց են երկինքի արքայությունը։ Տերեր, երկու մեծ հիմնական բաժինների են առհասարակ բաժանում բահեցողությունը, այսինքն պահք և ծոմապահություն, որն է տարբերությունը այս երկուսի միջև։ Գիտեք, հետաքրքրական է, Աստվածաշունչ Մատյանին մեջը ձոմի մասին խոսի, և ձոմը Աստվածաշունչ Մատյանին մեջը լրիվ բանը չուդելն է, և հրյաները հին գդագարերի մեջ մի քանի ձոմի օրեր ունեն, նաև հատուկ օրեր ունեն, այսպես ազգային սուկի օր ունեին, երբ որ բարդվեցան ասենք, ուր որ ոչ մի բան գուդեին, եկեղեցին ունի իր ձոմի օրերը, որ գոչե աղոհաց, այսինքն եկեղեցին գարդոնե, որ այդ ձոմերին ընթացքի բացի հատուկ ձոմերից, որ մարդ կարողանա աղ, հաց ու ջուր օրինալ, օրինակ համար առաջավորած բակը, որ ժողովրդական հասկացողությամբ գոչվի Սուրբ Սարգիսի բակը, աղոհացի բակ մնե, նաև մեծ բակի շրջանին ընդհանրապես նրանք, որոնք խոր հավատացյալ են, ուրբաթ օր և չորեքշաբթի օրը, որոնք ընդհանրապես սովորական բայեցողության օրեր են, մեծ բակին մեջը որպես ձոմի օր կբայեն, այսինքն աղոհացի օրեր կբայեն, այսինքն ձոմը ուրիշ բան չէ, եթե ոչ բայեցողության ամենախիստ ցևը, իսկ բայեցողության մեջ, բակին մեջ, այսինքն հրաժարիլ միսից, ցույից, ովևէ ցկնեղեն արարգայից և նաև ովևէ գատնեղեն, ինչպես կսեին գատնեղեն, գիտնեղեն և ցկնեղեն և մսեղեն բաներից կհրաժարենք։ Այսինքն կենդանական ծագում ունեցող սննդամթերքից։ Պետք է գիտնաս, որ եկեղեցու այսպես բոլոր օրենքները և սովորությունները նաև հիմնված են դրամապանական սկզբունքների վրա, այն է, որ մարմնույն համար առողջարար չէ միշտ ուդել մսեղեն, միշտ ուդել գատնեղեն, գիտեք այսօր ամեն մարդ կմտահոգվի քոլեստերոլով, գիտեմ Ամերիկայի մեջ այսօր մեծագույն հիվանդությունը որ կա ճաղությունն է, մենք ճաղությունը որպես հիվանդություն չենք նկատել, բայց կսեն թե Ամերիկայի մեջ այսօր ժողովրդի 1/3-ը վտանգավոր ճաղ է, և վտանգավոր այսինքն արյան բարձրություն կունենան, շաքար աղտ կունենան և իրենց սրտերի վրա ջնջումը կբարձրանա և ինսուլտի իջվածքի վտանգը կշատանա և ուրեմն կտեսնենք, որ եթե մենք մեզ թող տանք ուտելու, խմելուն մեջ, մենք մեզ ալ կվնասենք
մարմնաբես եւ եթե մարմնաբես մենք մեզ կվնասենք նաեւ հոգեբես որովհետեւ այն մարդը որ միայն գուդե գխմե ժամանակ չունի աղոթելու գիտես այսպես մենք աղոթ կգսենք ճաշից առաջ որովհետև ճաշից հետո երբ որ շատ գուշտ ենք շատ ենք գերած շատ ալ չենք կնար աղոթել ուրեմն մարդը ավելի լավ կրնա աղոթել երբ որ այդպես ինքը չեմ ասես լրիվ քաղցած բայց քոնի լրիվ ալ գշտացած չլինի գերագուրից Իսկ ինչու հատկապես ուտել չուտելու խնդիրն է դրված այստեղ ինչու է կարևորվում առհասարակ այդ հարցը ասեմ կարևորը ուտել եւ չուտելը երբանից է որ առաջացել է այս պահք երևույթը նախ եւ ասեմ բակի երևույթ ինչպես է արդեն 5 դագարանին մեջը գա եւ ասեմ նաեւ եթե մյուս գրոնները նայիս անոնք բակերունին օրինակ իսլամները ռամազանը ունին անշուշտ մեր բակի նմանը չէ իրենք ցերեկադենը չեն գնար ուտել երեկոյան կրնան ունել բայց սկզբունքը գա բոլոր գրոներին մեջը որ մենք չենք ուտեր որոշ բաներ կամ որոշ ժամանակներ որբեսի հաստատենք աստծո առաջնությունը ցանկին մեջը այսինքն ուտել եւ խմելը մեղք չէ մարդ պետք է ուտե եւ խմե դարձյալ ասեմ որ ծայրահեղ ձոմաբահությունն ամեղք է ինչպես այսինքն մարդը որ ձոմաբահություն կբահի մինչև որ իր առողջությանը կվնասե որտեղ վերջի վերջով մարմինը աստծո նվերն է մեզի եւ մենք խնանք պետք է դանենք մեր մարմնույն եւ ադոր համար մարդ պետք է կոնե առնվազնը ուդե եթե ինքզինքը այնպես բահեցություն է անում որ իր ֆիզիկականին իր առողջականին կվնասե անալմեղք է այսինքն հետաքրքրական է որ կրոնական կյանքին մեջը ծայրահեղությունից պետք է խուսափենք գսեն ոսկի միջին եւ իրապես այդպես է անշուշտ կան մարդիկ որ գսեն ով դեր այդ ձոմ չեմ գնարնել գիտեք ձոմը վարժություն մնե եթե վարժվիսն է գրնաս բայել բայց ինչ կնեն մարդիկ այ չեմ գնար ձոմը բայել չեմ գնար ձոմը բայել եւ չեն բայել ամբողջ այսպես մտային վիճակի մեջ կտնեն իրենք սիրեն եւ ձոմը բայել այն է որ դες մեկ վարյան անկիստեր է կրնաս մի քանի ժամ չուդել կրնաս այս ինչ գերագուրը չուդել կամ այն ինչ գերագուրը չուդել բայց պետք է աստված առաջ դրես քո կյանքի մեջ Դերեր առասարակ եղանակները ծոմապահության ինչպիսին են բացի այս ուտել չուտելու խնդրից որը ասացիք որ հիմնականը չէ բահեցողության մեջ ծոմապահության մեջ երբ որ մենք բահեցողություն անենք պետք է գիտակցաբարենք այսինքն գիտեմ որ Հայաստանի մեջ բահեցողությունը շատ մեծ նորացեվություն մի եղած է գիտեմ որ երիտասարդները բահեցողությունն են ունեն հատկապես մեծ բակի ընթացքին եւ եթե ռեստորանների երտաս հadoop ճաշացուցակ ունին եւ այն բայց ես կհարցնեմ նրանց ինչու համար գնես ասիկա չեն գիտեր բահեցողությունը պետք է խթան ըլլա մեզի որ աստված մտնի մեր ամենօրյա կյանքին մեջ ամեն մի րոպե բահեցողությունը եթե գադարվի առանց աղոթքի առանց ողորմության ոչ մեկ արժեք ունի այլ ընդհանրակը կրնանք նկատել սնաբաշտություն Սուրբ Գիրքը միշտ շեշտ մգտնե օրինակ Եսայի մարգարեի մեջը Մատթեոսի ավետարանի մեջ Հիսուս Քրիստոսի խոսքերով որ իրականի մեջ բակը էչապ կարևոր չէ եթե չկա արտարություն ինչ է իմ սահմանած բակը կսեմ մարգարեն եթե ոչ անել բարիք սիրել արտարություն եւ աղքատներին գերագրել ողորմած լինել բահեցողությունը այս է եւ փուն բահեցողությունը ոչ թե այս ուդել կամ այն չուդել ասենք բարձրապես ցուցմունքներ են մեզի համար գիտեք ինչպես քիչ առաջ ասի նորեն պետք է գրտնեմ որ կրոնական սովորությունները հակադրամապանական չեն այլ ընդհանրակը փանավոր են դրամապանական են
եւ մեզ գարաչնորտեն դեպի առողջության, թե հոգեկան առողջության եւ թե ֆիզիկական առողջության։ Պահեցողության մեջ որքան էլ որ առաջնային ուտել չուտելու խնդիրը չլինի, այլ հոգևոր դիրքորոշումը, մարդու հոգևոր առաքինությունները, առաքինության գործերը, այնուամենայնիվ ուտել չուտելու խնդիրը եւս առկա է։ Այդ դեպքում ինչպես վարվեն հղիները, երեխաները, ծերերը, հիվանդները։ Նորեն ինչպես ասի, եկեղեցու կանոնները դրամապանական են եւ մարդիկ ամենեն առաջ պետք է իրենց առողջությանը նայեն։ Թերևս ամենեն մեծ բահեցողության օրենքը այն է, որ մարդիկ պետք է այն սնունդը ուտեն, որ իրենց օգտակար է, եւ այն ուտեստը չուտեն, որ իրենց օգտակար չէ։ Եվ այսպիսի բարականերին, հիվանդների բարակային, հղիների բարակային, ձերերի բարավների բարակային, մանուկների բարակային, պետք է ասեմ, որ բարդավոր չեն բահեցողություն բահելու։ Եվ այստեղ մարդ իր խղճովը պետք է առաջնորդվի։ Օրինակ շաքար աղտ ունեցող մեկը պետք է ամեն 2 ժամ տետևը ուտե, բարդավոր է։ Մեկը որ թեղ է առնում, պետք է թեղից առաջ մի քիչ ուտել, երբեմն գարկմը թեղեր կպահանջեն, որ գատով առնվի թեղը։ Ուրեմն մարդիկ պետք է այնպիսի մոդեցում ունենան բայեցողության, որ տրամապանական լինի։ Իսկ այս բարակային առողջը, որ այլևս մանուկ չէ եւ բարավ չէ, ինքը գիտի թե գրնա թե ինչ ծևով պիտի մոտենա բայեցողության։ Եկեղեցիներում հաճախ տեսնում ենք, որ մարդիկ պահք են պահում, պահած գալիս են եկեղեցի, խոստովանում են իրենց մեղքերը եւ ապա սուրբ հաղորդություն են ստանում։ Արդյոք դա կարելի է մի շղթա համարել, որի վերջնանպատակը ուրեմն սուրբ հաղորդությունն է, իսկ որի սկիզբը պահեցողությունը։ Անշուշտ ասեմ, որ սուրբ հաղորդությունը հիմնական նպատակն է եկեղեցին, եւ հաղորդությունը արդեն խորհուրդն է մեր բրգության։ Աստված մարդացավ, որպեսի մարդ աստվածանա։ Այսինքն Հիսուս Քրիստոսի մեջ կհաղորդվին երկու բնությունները, մարդկային եւ աստվածային, այնքանով, որ այդ երկու բնությունները կդառնան մեկ բնություն։ Հենց իրականի մեջ մեր բրգություն ուրիշ բան չէ, քան թե մեր խոր հաշտեցումը Աստուծո հետ, որով մենք իրեն հետ այլևս հաղորդագից կլանք։ Եվ անշուշտ, որպեսզի Աստուծո հետ հաղորդագից լինել, պետք է այսպես աշխարհային եւ երկրորդական բաները երկրորդ տնել։ Եվ ադորամատ զոմ ենք անում։ Եվ անշուշտ մենք պետք է հաշտվենք Աստուծո հետ նախ եւ առաջ մեր մեղքերը խոստովանելով, զղջալով մեր մեղքերի համար, հատուցում ընել մեր մեղքերի համար, հետո կմոտենանք հաղորդության։ Իրականի մեջ, գիտեք, մի սխալ բան մկա, որ միայն այս վերջին 1-2 տարերի ընթացքին բադայեցավ, այն է, որ ընդհանրական խոստովանությունը նել բադարակին ընթացքին, եթե կարդաս մեր բադարակամատույցները, չի գա այդ խոստովանությունը, այլ ընդհակառակը խոստովանությունը գլա հենց բադարակին սկիզբը, նախ քահանան ինքը կխոստովանի, հետո ժողովուրդը ինքը կխոստովանի, այսինքն նույնիսկ բադարակ սկսելուց առաջ, որտեղ չմոռնաս, որ բադարակը իսկապես կսկսի թափորից հետո, առաջին օրհնյադերից հետո։ Եվ թերևս այդ բանը ըրած են, որ մարդիկ կգարձեն, թե կրնան մեղաչել, սակայն բադարակին մեջ, բադարակի փուն խորհրդին սկիզբը գսե մի ոգ երախայից, մի ոգ համաշխարողած, այսինքն մարդիկը, որ մեղքին մեջն են, այդ ռոբեին պետք է մանան, այսինքն մարդ եկեղեցի պետք է կա սրբացած, մաքրված իր մեղքերից։ Տեր, այսպեսի մի նրբություն եւս այս մեղքերի խոստովանության, պահեցողության եւ սուրբ հաղորդության շղթայի մեջ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ
նախ պետք է մեղքերը խոստովանել եւ ապա գալիս է պահեցողության շրջանը, պահոց օրերը եւ նոր վերջում Սուրբ Հաղորդություն։ Սակայն այսօր մենք տեսնում ենք հաճախ, որ մարդիկ այս կարգով չեն մոտենում Սուրբ Հաղորդության, այլ նախ պահեցողությունն է, հետո մեղքերի խոստովանություն եւ ապա Սուրբ Հաղորդություն։ Ինչու է ճիշտը նախ մեղքերը խոստովանել եւ ապա պահք պահել։ Մեղքը խոստովանելը առաջ կուքա։ Ինչու։ Որտեվ չես կնար մոդենալ Աստուծո առանց քո մեղանչական իրականությունը ընդունելով, եթե դու մեղավոր չես, ինչու համար պիտի առնես խոստովանություն, ինչու համար այսին վերջի խոստովանության նպատակը վերջի ոչ միայն խոստովանելն է մեղքը, այլ Աստուծո հետ միանալն է, Աստուծո հետ հաղորդվելն է, եւ չեն կնար Աստուծո հետ հաղորդվել, եթե մենք քոնե զղջում չենք ունեցած, այսին մեր մեղքերը չեն մաքրված։ Եվ այդ խոստովանությանը հաջորդում է ուրեմն պահեցողության շրջանը, որը տարբեր տևողության կարող է լինել։ Այո։ Մեկ օր, մեկ շաբաթ կամ մեծ պահքը մի քանի շաբաթ տևողությամբ երկարատև պահեցողության մի շրջան է։ Առասարակ ինչու են պահոց այս օրերը սահմանված։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդու ներքին հոգևոր կյանքը ունի իր առանձնահատկությունները։ Ինչու, ասենք, բոլորի համար մեկ սահման է դրված եկեղեցում՝ մեծ պահք կամ շաբաթապահք կամ այլ պահոց օրեր։ Ասիկա պիտի հասկանանք, թե եկեղեցին մի մարմին մնե, ընտանիք մնե։ Եվ գիտեք, այսօրվան կյանքին մեջ, գլոբալիզացիայի մեջ այս իրականություն մգա, որ անհատը դարձած է քերակույնը եւ ընտանիքը հասարակությունը դարձած է երկրորդական եւ օրինակ արևմտյան աշխարհի մեջ ընտանիքները հազիվ շաբաթը անգամ, եթե այդ չափ կնստին միասին գճաշեն։ Ամեն մարդ իր վասկին մեջ է, ամեն մարդ իր անհատականության յետևեն է, բայց պահեցողությունը մեզ գշեշտ է, որ մենք միասին պիտի անենք ասիգա, որպես ընտանիք, որպես դոմ, որպես համայնք, որպես եկեղեցի։ Ինձ համար ասիգա կարևոր է, շատ հետաքրքրական է, որ դիրոջ երկինքի արկայության նկարակրթության մեջը միշտ կնմանցնե զայն ճաշկերույթի մը, ուր որ փլորը գուքան եւ միասին գուդեն։ Ուրեմն բանը եթե նայես Մարգոս Ավետարանից սկիզբը, Ավետարանը կսկսի աբաշխարեցեք եւ հավատացեք, այսինքն հոգնագի է, ոչ թե աբաշխարիր եւ հավատացիր, այլ հոգնագի է։ Եվ կտեսնենք, որ այս ընդհանրական պահեցողությունը մեր հասարակության օգտին համար է։ Օրինակ համար անհատը չի կրնար այսպես արդար լինել անարդար ընկերության մեջ, որտեղ վերջի այդ անարդար ընկերությունը իր վրա պիտի ջնջե եւ իրեն պիտի ջզմե, այլ երկուքը պետք է արդարանան։ Ադամական մեղքին ըսածը հենց այդ է, որ մեղքը իր սկզբնավորության մեջը անհատական չէ, այլ հասարակական է։ Մենք ծնած ենք մեղավոր ընկերության մեջ։ Մենք ոչ միայն մեզ պիտի փրկենք, այլ նաև պիտի փրկենք աշխարհը։ Գիտեք, աղանդավորները հայտնության քիրքը լրիվ սխալ հասկանան։ Հայտնության քիրքին վերջին իմաստը գուքա վերջին գլուխներին մեջը, ուր որ Հովանեսը գտեսնե նոր երկինքը եւ նոր երկիրը։ Այսինքն մեր բրգությունը միայն անհատական բրգություն չէ, այլ հասարակության բրգությունն է եւ բնության բրգությունն է։ Եթե գարտանք ծննդոց քիրքը, Աստված գսե երկիր, երբ որ գխոսի Ադամին, երկիրը թող անիծյալ ըլլա քո մեղքի բաժարով, եւ այդպես ալ եղած է։ Մարդ անիծած է երկիրը։ Եվ ուրեմն այս ամբողջ բահեցողությունը պիտի ըլլա հասարակական, որբեսի մենք ոչ միայն մեզ մաքրենք անհատապես, այլ մենք մաքրենք ամբողջ հասարակությունը։
Շնորհակալություն Տեր հայր, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը պահեցողության մասին։ Իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Տաճատ Ավագ Քահանա Դավիթյանը։ Հիշեցնում եմ, որ ձեր նկատառումներն ու առաջարկությունները կարող եք ուղղել 54 88 70 հեռախոսահամարով կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով ara@vem.am։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի Արայիկ։